Քաղաքացիները նախորդ տարիների հետ համեմատ 35%-ով քիչ են կանչ գրանցում շտապօգնության ծառայությունում, քանի որ տարեկան 8 կանչից ավելիի դեպքում շտապօգնության համար քաղաքացին կվճարի։ Համընդհանուր ապահովության շրջանակում հիմա սահմանափակում է դրված, այսինքն պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչը, 8-ից ավել կանչ տվող բուժառուների համար կանչը դառնալու է վճարովի։ Իհարկե կան որոշ բացառություններ, չգիտեմ, ցրտահարություն, դանակահարություն, կայծակնարություն, հրազենային եւ այլ որոշակի բացառություններ կա, բայց ամեն դեպքում ինչ որտեղ նաեւ փոխկապակցվածություն տեսնում եմ այդտեղ։ Շտաբ բուժօգնություն Փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանն ասում է, որ իրենք 10,000 դրամ արժեք են սահմանել 9-րդ կանչի դեպքում։ Այս որոշումն էլ համարում է միանշանակ ճիշտ, քանի որ 20-30 կանչ գրանցող մարդը հետևաբար ունի ստացիոնար բուժման կարիք։ Ուղղակի կանչել ճնշում չափելու համար կամ հաղորդել կեղծ տեղեկություն, թե ուշագնացություն է եղել, չի կարելի։ Նման կանչերի պատճառով իրական հրատապ, շտաբ բուժօգնության կարիք ունեցող մարդկանց կանչերը ուշանում են։ Այսինքն ես իմ սուբյեկտիվ կարծիք հարցրեմ, ես միանշանակ կողմ եմ սահմանափակմանը։ Արդեն մի քանի բուժառուի ծանուցում է ուղարկվել, որ իրենց կանչերի թիվը լրացվել է եւ պարտավոր են վճարել։ Կոնկրետ այսօրվա դրությամբ երկու բուժառուի ծանուցում ենք ուղարկել, որ արդեն 8 կանչը լրացել է, իրանք 2 անգամ արդեն կանչ են տվել։ Իրենց ծանուցում ուղարկել ենք, որ 15-օրյա ժամկետում 10,000 դրամ վճարեն։ Շտաբ բուժօգնության տնօրենը տեղեկացրեց նաև, որ ձեռք է բերվել էլեկտրական անվասայլակ, որը շատ դեպքերում օգնում է, երբ հիվանդին ցուցված չէ պարկած տեղափոխել։ Անվասայլակն արդեն կիրառվել է տարբեր քաշային կարգի մարդկանց տեղափոխելու համար, նույնիսկ 200 կիլոգրամ քաշ ունեցող անձի։